հաշվարկենք։ Հասկացա, Խալոյան Արմեն։ Բարև ձեզ։ Ուրեմն մեր անվտանգությունը երթևեկության ինչի հետ է կախված, բոլորս գիտենք, ուղղակի բարձրաձայնող չկա։ Մինչ օրս չեն դատվել այն կաշառակերները, որ վարորդական իրավունքներ են վաճառել, ուրեմն վարորդների գիտելիքների չիմացության հետ է կապված, բռնապետության հետ է կապված, կոռուպցիան, որ համատարած է համակարգային, որի մասին վարչապետը վերջերս բարձրաձայնեց։ Ես ձեզ կառաջարկեմ միջազգային փորձը, որի մասին խոսում եք։ Ուրեմն Վիլնյուսում, Լիտվայում այդ հարցի լուծումը տվեցին այսպես. մինչև 6 ամիս ժամկետով երթևեկության այդ ճանապարհի վրա ով իր մեքենան բերեք գցել էր ձև անտերու դուս 6 ամիս այդտեղ նույն տեղը գտնվելու ուրեմն պարագայում դա պետականացվում էր, առգրավում էր եւ դրվում էր աճուրդի։ Այդպես լուծեցին հարցը, դրան հետ կապված ուրեմն համակարգային մինչև 6 հարկանի ուրեմն ավտոկայանատեղի իրենք կառուցեցին տարածքներում։ Այդպես երրորդը ուրեմն Կոմիտասում հարկայինի եւ կադաստրի արանքում ոստիկանական հետնակետի կողքը հետոյոտնային ուրեմն ճանապարհի վրա բեզակայանա, լցակայանա կառուցված։ Անցնելուց ես դուրս եմ գալի փողոց մեքենայի տակ ընկնելով անցնում եմ ես։ Այդ ոնց պետք է լինի, բա ոնց անցնեմ այդ լցակայանի վրայով, թե ոնց։ В общем, այս բոլոր հարցերը լուծումը ես ձեզ ասում եմ ոնց կարելի է լուծել, օրինակը Լիտվայի, Լատվիայի, դրանից բացի ուրեմն նախկինում բազմիցս քննարկվել է, բայց մինչ օրս ոչինչ չի արվում, միայն խոսվում է։ Այս հարցերը չի լուծվի, քանի դեռ ոստիկանությունը կոռումպացված է, հանցագործներ են, ուրեմն ղեկավար կազմը նստած, որոնք խլել են իմ ունեցվածքը, մինչ օրս ոչ մեկ չի պատժվել եւ հետ չեն վերադարձնում։ Ձեզ հարց եմ տալի, երբեք իմ հարցն է ուրեմն, երբեք վերափոխվելու ոստիկանությունը եւ գիտելիքներ ձեռք բերելու, որովհետեւ տգիտությունն է տիրում ոստիկանությունում։ Ես չունեմ մեքենա, վարորդական իրավունք, երբևէ ես չեմ մեքենա վարել, բայց ինձ վրա վարչական ակտ են կազմել, ձեր ժամանակը լրացել է։ Այո, ես խախտել եմ վարորդական։ Չէ, մի խախտեք։ Դուք այնպեսի բաներ եք ասում, որը պատասխանատվությունից զուրկ է։ Պատասխանատու հայտարարում եմ։ Հասցեատիրոջն էլ ասեք։ Անձամբ ձեզ կարող եմ ասել, ձեր անձնաժողովում իմ դիմումների ընթացքը ինչու է կոծկվում։ Ուրեմն եթե ես վերջացրեցի, կարող եք համապատասխան ընթացակարգերով շարժվեք, բայց անպատասխանատու հայտարարությունները այստեղ մի ես պատասխանատվություն եմ կրում իմ ամեն ասածից համար, կարող եք քրեական վարույթներ հարուցեք, կապացուցեմ փաստերով, աներկելի փաստերը գտնեմ դեմներդ։ Դուք կարող եք պատասխանեք, այստեղ հարց չէր, այստեղ իհարկե, բաբա։ Շատ լավ։ Տիգրան Պարսիլյան, խնդրեմ։